Ուկրաինան եւ Ռուսաստանը միմյանց մեղադրում են Զատիկի 30-ժամյա հրադադարը խախտելու մեջ։ Զելենսկին ասում է, Կիրակի առավոտվանից ռուսները հարձակվել են 46 անգամ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էլ մեղադրում է Կիևին, նշելով, որ հարձակումները անցանկալի են եղել եւ կասեցվել են։ Վատիկանը հաղորդում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում։ Ֆրանցիսկոսը Հռոմի պապ դարձավ 2013 թվականին, Բենեդիկտոս 16-ի հրաժարականից հետո։ Վերջին տարիներին նա հաճախ ստիպված էր չեղարկել միջոցառումները առողջական ծանր վիճակի պատճառով։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նախազգուշացրել է, որ Հունգարիան կարող է վնասել ԵՄ-ին, չերկարացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչը կբերի սառեցված ակտիվների վերադարձին Մոսկվային եւ կվտանգի Ուկրաինային տրված վարկը։ Թրամփը Զատիկի կապակցությամբ ուղարկել է 2 ուղերձ, մեկը բոլոր քաղաքացիներին, իսկ մյուսը ծայրահեղ ձախ խելահեղներին, մեղադրելով նրանց իր վարած քաղաքականությանը խանգարելու մեջ։ Չինաստանը փորձարկել է ոչ միջուկային ջրածնային ռումբ, որի պայթյունը առաջացրել է 1000 աստիճան կրակե գունդ, ավելի քան 2 վայրկյանով։ Ռումբը ստեղծվել է ստորջրյա զենքերի մասնագիտացված ինստիտուտի կողմից։ Մի քանի իսրայելցի փորձել են մուտք գործել Գազայի բուֆերային գոտի, զինվորները նրանց հետ են վերադարձրել։ Նման դեպքեր նաև գրանցվել են պատերազմից հետո գերեվարվածների հարազատների եւ ակտիվիստների կողմից։ Ֆլորիդայում տեսախցիկը ֆիքսել է ալիգատորի անհաջող փորձը տուն ներխուժելու։ Մյուս ալիգատորը հանգիստ հետևել է փորձին։ Լրագրողը կատակել է ասելով՝ «Բարի գալուստ Ֆլորիդա»։ Ռուսական դպրոցներում ներդրվելու է միասնական դասացուցակ, այն կօգնի գնահատել ուսուցիչների ծանրաբեռնվածությունը եւ բարելավել կազմակերպվածությունը։ Սպիտակ տունը հանել է COVID-19-ին տեղեկատվական կայքերը, դրանք փոխարինելով լաբորատոր արտահոսքի վարկած առաջարկող նոր էջով։ Չինաստանը կտրականապես հերքում է այդ վարկածը։ Երգչուհի Շարլոտան հանվել է ահաբեկիչների ցուցակից, սակայն դատավճիռը 5.5 տարի ազատազրկում մնում է ուժի մեջ։ Դուբայ շոկոլադով Զատիկի կուլիչը թանկացել է մինչև 100,000 ռուբլի։ Գնի աճին նպաստել է Ֆիլիպ Կիրկորովի հրապարակումը։ Դիմահարդար Գոհար Ավետիսյանը կուտակել է ավելի քան $610,000 հարկային պարկ։ Նրա հաշիվները հնարավոր է շուտով արգելափակվեն։ Աֆղանստանը պատրաստվում է Ռուսաստան արտահանել նուռ, չամիչ, գորգեր եւ նույնիսկ կոկա-կոլա։ Առևտրային հարաբերությունները սրընթաց ակտիվանում են։ Եգիպտոսում հայտնաբերվել է Ուսերկավ փարաֆոնի որդու արքայազն Ուսերֆրայի դամբարանը, գտնվել է հսկայական վարդագույն գրանիտե դուռ բացառիկ չափերով։ Huawei եւ China Unicom-ը գործարկել են սերնդափոխական 10G ինտերնետ, արագությունը մոտենում է 10,000 գիգաբիթի։ Դուբայ շոկոլադի պահանջարկը հանգեցրել է պիստակի համաշխարհային դեֆիցիտի։ TikTok-ում վիրուսային տեսանյութերը խթանել են սպառումը։ Fox News-ը Կիևը սխալմամբ նշել է որպես Ռուսաստանի մաս։ Ուկրաինան պահանջում է պաշտոնական ներողություն։ Zara, McDonald's, Bershka եւ IKEA-ն հնարավոր է վերադառնան Ռուսաստան։ McDonald's-ը ամենահավանականն է, քանի որ ունի պայմանագրային իրավունք։ OpenAI-ի ղեկավարը հայտնել է, որ օգտատերերի «խնդրում եմ» եւ «շնորհակալություն» բառերը արժեն միլիոնավոր դոլարներ սերվերների բեռնվածության պատճառով։ Գիտնականները հայտնաբերել են նոր գույն օլոն, տեսանելի է միայն աչքի հատուկ գրգռման դեպքում եւ չունի մարդկությանը հայտնի համարժեք գույն։ Դա ուղեղի ստեղծած յուրահատուկ պատրանք է։